այսօր առաջին անգամ նման աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել վեհափառ հայրապետը, 6 եպիսկոպոսներ, ձեր հորեղբայրն էլ արդեն ավելի քան 1 տարի է քրեական հետապնդման է ենթարկվում եկեղեցում ի պաշտպանություն հայտարարության համար։ Այս գործընթացը ինչպես եք մեկնաբանում եւ ի հավելումը նաեւ մեկ հարցել ՔՊ-ն իր նախընտրական քարոզարշավի այդ քարոզչական ծրագրում որպես ծրագիր նշում էր եկեղեցու, այսպես ճակերտավոր ասած, բարեփոխումը եւ ըստ էության ցանկացած ոտնձգություն այլևս մեկնաբանվելու է իրենց տրված մանդատով, այսինքն ժողովրդի կամքով, եւ սա ինչպես եք մեկնաբանում։ Սա աննախադեպ բան էր Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի պատմության մեջ աննախադեպ հայտարարություն։ Լավ է, որ դատավորը հայ էր եւ հրաժարվեց քննել գործը, ինքնաբացարկ հայտարարեց։ Կարծում եմ դա արդեն իսկ պատասխանն է այն հարցերին, որ ես կարծում եմ մեր հասարակության 99.99%-ը կամ հայ է, կամ մարդ է, ով հայ եկեղեցուն ընդունում է որպես հոգևոր ցուցիչ։ Եվ այդ պատճառով տեսնում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ տեղ է կդնի ամեն ինչ։ Բոլոր ոտնձգությունները բոլորի։ Որ հարցը։ ՔՊ-ի նախընտրական ծրագրի հետ կապված։ Եկեղեցու կյանքը նախընտրական ծրագրի մաս չի կարող լինել։ Դա մեր հոգևոր առանձին կյանքն է ու ոչ ոք իրավունք չունի խառնվել մեր եկեղեցու գործերին։ Այսքանը, շնորհակալ եմ։